Մանարի քեզ տուն ճանապարհենք էլի։ Ես քեզ անձամբ խոստանում եմ, հենց ինչ որ նորություն լինի, ես քեզ կզանգեմ կտեղեկացնեմ։ Չէ, ես պիտի մնամ, որ հասկանամ ինչա կատարվում։ Այս պարագայում ավելի լավ է հորդ տուն ուղարկես։ Արի, խնդրում եմ հիմա պապայի թեման չքննարկենք։ Սիրտս կանգնում է։ Նար հեռու գնացեք, թողեք մաքրոց շնչեմ էլի։ Ման ջան, խնդրում եմ քեզ տուն գնա։ Դու հիմա պետքա քեզ լավ նայես, որ հանկարծ բալիկին է ոչինչ բան չլինի։ Դե հա, դուք մենակ երեխու մասին եք մտածում։ Թքած ունեք իմ վրա։ Կարաք հանգիստ ձեռքիցս բռնեք, հիվանդանոցից դուրս շպրտեք, ոնց կարաք վիրավորեք, կարևոր երեխուն բան չլինի։ Նենց չանեք, զրկեմ երեխուն հանդիպելուց ու առհասարակ երեխու երես չտեսնեք։ Գիտեք, որ կանեմ ու մի գրամ չեմ զղջա։ Գիտես ոնց եմ զզվել այս խոսակցություններից։ Ինչ եք բոլորդ կարևորը թողած ընկել դեսուդեն։ Հիմա դրա մասին խոսալու ժամանակն է։ Ինչ է նշանակում երեխուց կզրկեմ մանան։ Հիմա մեզ դրանով վախացնելու ժամանակն է։ Չես հասկանում, որ Գրիշի վիճակը կրիտիկական է։ Այդ գնա ընտանիքիդ բացատրի։ Արի դու ինձ մի ասա, ես ինչ անեմ։ Մի հատ ուղղակի ամեն մեկը ձեզ կողքից նայեք։ Նայեք ոնց եք պահում ձեզ այս իրավիճակում։ Ու հետո խնդրում եմ նոր դիմացինից ինչ որ բան պահանջեք։ Դու գոնե հասկանում ես, որ այդ մարդու կյանքի համար են հիմա բժիշկները պայքարում։ Բայց ամեն մեկը ձեր պարտն եք համարում դիմացինի հետ ինչ որ հարաբերություններ պարզելու։ Ինչ ասեմ։ Պիտի փրկենք Գրիշին։ Ես քեզ խնդրում եմ ոչ ոք հետ կռիվ մի տուր։ Հիմա դրա ժամանակը չի, Մանանի հետ մի կռվի, բոլորին հանգիստ թող, Մանանին հանգիստ թող ու բաց թող։ Այդ դեպքում թող չգնու չընկնեմ ոտերից տակ։ Չես լսում, ասում եմ հիմա կարևորը Գրիշն է։ Զանգի ծանոթներիդ հարց ու փորձ արա։ Տես ինչ լուծում կառաջարկեն, եթե պետք է երկրից տանել, ուրեմն կտանենք։ Ես ամեն ինչ կանեմ մեր տղա համար։ Հիմա է պետք անել, ամեն վարկյանը կարևոր է։ Մոռացի բոլորին, հանի մտքիցդ, կենտրոնացի Գրիշի վրա։ Մանան, խնդրում եմ էլի, արի տուն գնանք։ Հանգստացի էլի հետ կգաս։ Ստեղ մնալով ոչ մեկին չես օգնում, մենակ քեզ ես վնասում ու երեխուն։ Սրանք ինձ ոչ մի բան էլ չեն ասելու։ Հունանը կատաղած էր դրա համար ասեց, որ ցավացնի։ Սզվելի տականք։ Հիմա բոլորն էլ ոչ ադեկվատ վիճակում են գտնվում ու ոչ մեկից նեղանալ պետք չի։ Անադեկվատությունն ու տականքությունը նույնը չեն։ Խնդրում եմ էլի, հիմա Հունանին քո մտքից հանի ու մենակ մտածի քո երեխու ու Գրիշի մասին։ Հա Լեո, Ինչ կաման, Նարեի հետ դրսում նստած ենք։ դե սպասի, հեսա գալիս եմ իրար հետ տուն գնանք, լավ։ Չէ, մի արի Նարեի հետ կգնանք։ Արդեն ճանապարհին։ Դու հանգիստ գործերի տեղին Նարեն ինձ տուն կտանի։ Մանան լավ չես զգում։ Լավ եմ։ Հաստատ։ Հա։ Լեհեռը խոսը Նարեին դուր։ Հա Լեո, Նար, չգամ։ չէ, կարիքը չկա, հեսա տաքսի ենք նստում տուն գանք։ Հաստատ իրան լավ ազգում։ Լեո, հանգիստ եղի էլի, ամեն ինչ նորմալ է։ Դե հենց հասնեք զանգեք, ես էլ մտնում եմ ֆեդերացիա, տենամ ինչ են ասում ու գամ։ Լավ։ Դանակ մկրած սրնդանակ, դանակ մկրած, ես ինչ քորալա, դանակ։ Ավո դե հերիք հայլի մի արա, ներվերս գնաց։ Արա դու հոգեկան չես, դավո ես ինչա վիճակըտ։ Դու ուսած ներվային բաներ չունեիր, պուչոր ժամանակ հանգիստ խելոք երեխա էիր։ Ավո ինչ ես նստե ականջի տակ դանակ սրում։ Չէ, քո պահվածքը ինձ անհանգստացնում է։ Ես որ սենց նայում եմ քեզ, հասկանում եմ մի բան, որ քեզ արագի մեջ պատի պսակենք։ Շատ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսալու։ Այնը քո հետ։ Բայց չէ,
Հունանի սուքը սկացեք։ Ինչա հունանի տունը սուքա, պետք է չփսակվեք, հարա։ Պետք է ազգը չբազմանա, պետք է սկանք։ Հերիքա հանգստացեք էլ մեկ թեթև ապրեք։ Նախ դու այդ մի հատ Նարայի հորը ասա, դու մի հատ արագի մեջ հոպարի զանգի։ Ահա բերանս բացել մի տուր էլի։ Դու Նարայի հորդ ինչ գործ ունես, կամ ինչ պետքա խոսաս իր հետ։ Սիրտը տուտեմ Դավոս, դու հոպարիդ լավ չես ճանաչում։ Հոպարդ մի անգամից այդ քո հարցերը ընենց գցի առաջ։ Ընենց սիրուն գցի տեղը, որ մնաս զարմացած։ Ասենք որ դու իմ հարցերի մեջ խառնվես, հաստատ ցախ հարցա գնալ, ունես որ թող ես իմ հարցերով կզբաղվեմ, հա դու դանակը ծրի։ Իրոք, ես ինչ մարդուս եկաք, արա համոտ չի, հերիք չի, չեք հանգստանում, պապուց տես սովորենից ատատ կծել, բրթել, վիրավորել, իմ խելքն ասա ինչ չեմ դրել, նստել հետատ լեզու թրջում, ասա դանակը ծրի, ավո ջան, վաղը միսոր 1000 հարց կա, աղբերի ջան, լսել ես որ ասում է, դանակ մկրած սրեմ, դանակն է, դանակ Ահա չես զգացել որ ներվերներիս վրա ազդում ես, կարող գնաս էլի ուղակի, վերկաց ու գնա։ Ոնա փայլո դա։ Ալո, Սերոպիչ բարյոր, բարև։ Հունաննա, Հա Հունան ջան, չճանաչեցի։ խնդիր չկա, լավ ես, Փառք Աստծո, դու քեզնից ասա։ տվես է հիվանդանոցում Սերոպիչ, Ինչ ա եղել։ ավտովթար ա եղել, ծանր վիճակում է, Էս ինչ վատ բան ասեցիր Հունան։ քո օգնության կարիքն ունեմ, մի խնդրանքով եմ զանգել, Ասա, ինչ պետքա կանենք։ ասում են կարող էլ չքայլի, ողնաշարի ծանր վնասվածք է ստացել, ուզում եմ շատ արագ երկրից հանենք դուրս ու դրսում բուժել, Խնդիր չունես։ Հենց հիմա զբաղվում եմ այդ հարցով։ Ինձ մենակ բուժող բժշկի անուն ազգանուն հայրանունն ես SMS անում։ Ու հեռախոսի համարը։ շնորհակալ եմ Սերոպիչ ջան, Չմտածես, ամեն ինչ լավ ա լինելու։ հուսանք, հեսա կուղարկեմ, Դե սպասում եմ։ Մանան, ինչ եղավ, լավ չես զգում։ Կարող է մտնենք հիվանդանոց, բժիշկները կնայեն քեզ։ Չէ, երևի հեսա կանցնի։ Ես քանի օրը շատ լարված եմ, դրա արդյունքն է։ Մանան, ախր երևի կանցնին ո՞րն է, վտանգավոր է։ Ես ինձ տանն ավելի լավ կզգամ, որ հասկանամ շարունակվում է շտապօգնություն կկանչեն։ Մանան, խնդրում եմ, էլի արի գնանք թող ստուգեն բժիշկները։ Նար չէ, տուն եմ ուզում գնամ։ Ախր իզուր եկար հասար ստեղ։ Բա ոնց չգամ։ Դրանք ինչքան էլ փորձեն ինձ Գրիշից հեռու պահեն, մեկը չի ստացվելու։ Չեմ կարծում, որ ուզում են հեռու պահեն։ Ուղղակի ծանր իրավիճակ է հիմա։ Ձերքները ճար լինի, ինձ կվերացնեն, որ Գրիշի դիմաց դուրս չգամ, ինչի մասին է խոսքը։ Դու էլ դրանց լավ չես ճանաչում։ Արի կլինի հիմա դու ոչ մի բանի մասին մի մտածի, լավ։ Գրիշը զանգել էր ինձ վթարից առաջ։ Կռվեցինք։ Մանան, դու մեղավոր չես, որ սենց բան ա եղել։ Մեղավոր եմ։ Մեղավոր չես, խնդրում եմ, էլի, դու հաստատ չէիր ուզի, որ սենց բան լիներ։ Հանգստացի։ Ստոքսին ինչ եղավ։ Գրիշ, պիտի ուժեղ լինես, լսում ես։ Ոչ մի վարքյան չհանձնվես։ Ես քո կողքին եմ։ Բոլորս ենք քո կողքին։ Բուժվելու ես ու ամեն ինչ լավ է լինելու։ Մենակ խնդրում եմ չթուլանաս։ Շուտով երեխետ է ծնվելու։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Էս էլ ենք հաղթահարելու։ Էս էլ է անցնելու։ Ես քեզ շատ եմ սիրում։
Ախպեր բա ուր ես։ Տարավտում է տարակրվում ախպերս։ Լավ էլի Սարիկ ժամանակ ես գտել։ Ադի ինչ իմանա որ այսքան շուտ ուր դες։ Այն շենքի տակի լվային քտում ես։ Ահա, հələ երկու բառով ասա տենամ ինչ ասեց։ Դե Վրաստանի մրցումների հետ կապված էին խոսում։ Մի շաբաթից է։ Լավ էսա կգամ կպատմեմ։ Հասկացա, հետ խմելու գամեր էլի ախպերս։ Եղավ, լավ։ Ես բժիշկն ինչի դուրս չի գալիս, հասկանանք Սերոփիչն ինչ է ասել։ Դե ինչ էլ ուզում ասես լինի։ Ես ոնց հասկանում եմ պարտադիր երախուն երկրից տանելը։ Ուրեմն պետք չէ ժամանակ կորցնել։ Ինը ամեն ինչ պետք է լինի հստակ։ Պետք է իմանանք ուր ենք տանում, որ բժշկի մոտ ենք տանում։ Չենք կարող այդ երախուն վերցնենք երկրից երկիր տանենք։ Մարմինս նենց է դողում, չգիտեմ ինչ անել։ Ընդհանրապես համբերել է պետք։ Ինչ-որ նորություն կա, մամ։ Դեռ չէ։ Դե ես դրսում եմ, մամ։ Ինչ-որ բան որ պետք լինի զանգի։ Լեոյի տրամադրությունը դուրս չեկավ։ Դեպա այդքան մի անհանգստացի։ Հեսա հետ կգա նորմալ է։ Ոչ չեն մնալու հիվանդանոցում։ Ախր վախենամ այդ ապուշ հունանը այնտեղ լինի նորից կպնեն իրար։ Բա բայց մենք ինչ որ շատ չենք դրանց հանդուրժում։ Բայց երբ եք հանդուրժել։ Մեկին 10 լավ էլ պատասխան եք տալիս։ Այդ եղավ հանդուրժել։ Ասա դրանք որտեղից եկան մեզ կպան։ Հանգիստ ապրում ենք։ Չգիտեմ տղա ջան։ Միայն մի բանում եմ համոզված, որ ես աշխարհում ոչ մի պատահական բան չի լինում։ Ոչ Լեայի Լեոին սիրահարվելը, ոչ էլ մեր մանանի Գրիշոին սիրահարվելը պատահական չի։ Սա էլ հաստատ Աստծո կողմից ուղարկված փորձությունը։ Պիտի անցնենք դրա միջով։ Ես դրան նման վատ ու չար մարդ չեմ տեսել իմ կյանքում, բապ։ Իրա չարությունը աչքերի մեջից թափվում է։ Այն օրը հիվանդանոցում տղեն մահամերձ պարկած։ Էլի մեր հետ ինչ-որ հարցեր է բարձում։ Լավ չեմ հասկանում, ո՞նց մարդ կարա այդքան տականք լինի։ Դավուճան, բոլորին քեզանով միջապի։ Դա լավ բան չի, միշտ կպարտվես։ Պիտի համակերպվես այն մտքի հետ, որ ամեն ընտանիք չի, որ սիրով է ապրում։ Ամեն ընտանիք չի, որտեղ սերը գերակշռում է։ Պապ, ես քեզ այնքան շնորհակալ եմ։ Ինչի՞ է։ Որ մեր ընտանիքում այդքան սեր ու հավատարմություն կա, պապ ջան։ Դու քո կյանքի ամենաթանկ մարդուն ես կորցրել, բայց չես չարացել։ Ու մեզ էլ չես չարացրել։ Որովհետև դու սիրով ապրես։ Ամենակարևոր բանը սերն է։ Սիրով դե ապրես, որ երկնքի դարպասները միշտ բաց լինեն քեզ համար։ Պապ, բայց Ավոյի հանդեպ չարացել ես, չէ՞։ Տղա ջան։ Լավ կներես։ Չէի ուզում, որ քեզ ված գայր։ Մարդ ենք Դավոյ ջան։ Սովորական մարդ ենք։ Մանան։ Ոնց ես մանան։ Ինձ լավ չեմ զգում։ Գնամ վերև պարկեմ։ Բալեո ինչ տեսակ։ Տեսանք, ուղղակի ես ասացի մանանին տուն կբերեմ, ինքն էլ գնա իր գործերով։ Շատ ծանր է մանանը տանում Գրիշի այս վիճակը։ Ինչ անենք, կարող է հիվանդանոց տանենք մանանին, որ հասկանանք ինչ վիճակ է։ Դե ճանապարհին ես էլ ասեցի, ուղղակի չհամաձայնվեց, բայց որ երկար շարունակվեց վիճակը, պիտի անպայման տանենք, պիտի ուշադիր լինենք։ Քորանամ ես խեղճ երեխա։ Կարամ անկեղծ մի բան ասեմ։ Ասա։ Մանանը այնքան շատ ասիրում Գրիշին, այսօր հիվանդանոցում մի պահ աչքերին նայեցի, անկեղծ եմ ասում, ամբողջ մարմինս փշաքաղվեց։ Այնքան աչքերում սեր կար, տխրություն կար, սպասում կար,
Ու ոչ մի բան պետք չէր ասել այդ ամեն ինչը ուղղակի հասկանալու համար։ Բալես, մանանը շատ լավ գիտի սիրո արժեք։ Լավ, ես մոտ գնամ Հանանի մոտ կամ նարբոֆե կդնես։ Պապի, բա այնտեղ է դուրա։ Ես ինչ գիտեմ որտեղ է։ Բարով ես եկել, աղբերի ջան։ Բարև։ Նստի ցավդ տանը։ Ցավդ տանեմ։ Ոնց որ հեռախոսով ասեցի, անունս Ավոյա, Դավոյից հոպարն եմ։ Համենայն դեպս միջևս տեղ գալդ իրավիճակ չի փոխվել։ Դե ասա, խոսա, պատմի, ծանոթանանք, ճանաչենք իրար, այ ցավդ տանեմ։ Էսա խնամիներ ենք դառնում, բայց իրար չենք ճանաչում։ Տենց եղավ, չեղավ։ Ինչ պատմեմ։ Զանգից են հասկացա, որ ուզում ես հանդիպենք։ Ենթադրվում է, որ պատմողը դու պիտի լինես։ Մի տեսակ խոսացիր։ Ասի գամ հանդիպեմ տենամով ես։ Հանդիպեցիր։ Տեսար ցավդ տանեմ։ Բարեկամը դա, բարեկամներ ենք։ Կարող է խոսալու ընթացքում այդ իմ ինտոնացիան է, էլի չոր ու կոպիտ է թվացել։ Բայց իրականում ես կարգին ջիգյարով տղա եմ, ցավդ տանեմ։ Գիշերը քնած էի։ Աղբերս եկավ Երազիս Ռաֆս։ Երազիս եկավ ասում, հավո դու մարդ ես։ Հա, դու չես ամաչում, բա դու աղբեր ես։ Հակոբ մեռնեմ, թե սուտ եմ խափում, ցավը տանեմ։ Ասում է, դավս մեծս ամուսնանում է, ու դու լետ գանձ աղջկա թակավոր հորը չես գնացել իմ փոխարեն տենաս, հա։ Չես ամաչում, հավո, ասում եմ, Ռավ ջան, հիմա ինչ եմ արել, ցավը տանեմ, հիմա ինչ ես ինձ մեղադրում, ասում եմ, դու պետք է առաջինը գնայիր, Ռաֆի փոխարեն, այդ մարդուն մի հատ կանչեիր, պատիվ տայիր, մի կտոր հաց ուտեիր, թքե մերեսիդ, ինձ, ասես թքե մերեսիդ տեղիցս վեր թռա, ինչ եմ ուզում ասեմ, ցավը տանեմ, արի մի բաժակ խմենք, հենց աղբորս համար, օղորմի, հոգուն լույս, հələ բեր բաժակը Ռաֆս ցավը տանեմ, աղբերդ ուզածը տարել է, պրիվետ։ Հակոբ, դավս թակավոր տղա է, ուժեղ տղա է, արքա է, իրա տեսակով, կեսվածքով, պահվածքով, Ես Դավոյիս համար հոպար չէ, հեր եմ եղել, հեր, մեր հանդիպումը հենց այդ կապակցությամբ ցավը տանեմ։ Լավ, հարազատ ես ցավը տանեմ, չեմ կարա չասեմ, ընեցա որ հետաքրքրվել եմ, քեզանից էլ իմացել եմ, ինֆորմացիա ունեմ։ Շատերն են ասում, որ կարգին տղա ես, ասում Հակոբը իր ձևի տղա է աղբեր, ասում են օր ու գիշեր աշխատող, ստեղծող, ընտանիքին նվիրված, կամեցող, բարի, ճիշտ է ինպես, իմ նման։ Ես էլ իմ կյանքը մոռացած մեռնեմ կյանքիդ, սաղի համար անելով, սաղին հասնելով ապրում եմ։ Բա որը տենց է, բա որ իրար նման ենք։ Ոնց չճանաչենք իրար, ոնց մենք կտոր հաց չկիսենք, ընկերություն չանենք, չէ՞ որ այդ ամենից մեր երեխեքն են օգտվելու, մեռնեմ կյանքիդ։ Հավո ջան, դե մի երկու բան էլ ես ասեմ ու գնամ։ Գործերս շատ են չեմ հասցնում։ Այդ ցավը տանեմ, այսօր գործերը չեն շատ։ Իմը որ խեղդում է, բայց ես քո հետ պատի նստեի սեղանի շուրջ, ցավը տանեմ, չէ, սենց չեղավ։ Մեծ սիրով հետդ կնստեի, ուղակի շտապում եմ։ Ասի հանդիպենք, խաթրիցը դուրս չգամ։ Արա ջան, ցավը տանեմ, հարգեցի մոտեցումդ, հալալա քեզ, ասա տենամ ինչ ես ուզում ասես։ Ուրախ էի, որ ծանոթացանք։ Մեր երեխեքի ապագան էլ իրանց ձեռքերում է։ Ես էլ կողքից ինչով կարամ օգտակար կլինեմ։ Ես լսել եմ քո կարողությունների մասին։
Շատ են խոսում ու շատերն են խոսում աղբերս։ Լավ են անում ասում են, Աստված իրանց հետ։ Դե ինձ կներես ես գնացի։ Հաջողություն։ Հաճելիր։ Կգնայիր այդ ցավը տանեմ։ Համ մի բան Անուշ կանեիր, համ էլ կպատմեիր Անուշ աղբեր։ Մյուս անգամ։ Դու գնում ես, բարով գնաս, թող քո ճամփան բացվի։ Ավո ջան, մնացիր մենակ աղբեր։ Բալեոնուշ կգա։ Թե ասած 5 րոպեից կհասնեմ։ Չնայած իր 5 րոպեն հարաբերական է, կարող մի ժամից գա։ Դե ուրեմն իր սուրճը չեմ լցնում, որ չսարի։ Ժողովուրդ ինչ կա։ Փաստորեն 5 րոպեն հենց 5 րոպե էր այս դեպքում։ Սուրճ եմ դրել, արի խմենք։ Հեսա գնամ լվացվեմ նարջան, կգամ կխմենք իրար հետ միասին։ Գնում եմ մի շաբաթից Վրաստան։ Հաստատվեց Վրաստանը փաստորեն։ Հա բա ինչ արեց, գալու ես, չէ՞։ Չէ, բայց ոնց կամ այ ախպեր։ Գործը ոնց թողենք, կամ տնեցիքին ոնց մենակ թողեմ։ Չնայած այդ էլ ես ճիշտ ասում։ Բայց լավ է գնալ լվացվարի կհասկանանք։ Okay։ Հա, պապ ջան։ Ինչ կան Արե ջան։ Ոչ մի բան դու ասա։ Հեչ եկել էի Դավիթի հոպարի հետ հանդիպման։ Ինքն էր հրավիրել։ Դավիթի հոպարը։ Այդ ցավը տանեմ էսով էր։ Ինչ ա եղել։ Նար ինչ ա եղել։ Պապ ջան, հեսա ես քեզ կզանգեմ, հա։ Լավ, լավ։ Խոսա ինչ ա եղել, նար։ Դով պապան ասում է հոպարը դեր կանչել հանդիպման։ Այսինքն, ինչի համար։ Չգիտեմ։
Գոնե արագացնեն թռիչքից չուշանանք։ Չենք ուշանա հանգիստ տեղին։ Այնքան անհանգիստ եմ, որ Հունանը մնում է այստեղ։ Մամ լավ ընդհանրապես զարմանալի չի։ Ոստիկանության հետ այնքան խնդիրներ ունի, որ զարմանալի կլիներ թողեն գար։ Մանանը վաղուց պետքա հասած լիներ։ Հեսա որ հայրդ իմացավ Մանանին զանգել կանչել ես կռիվա լինելու։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում պապան ինչ կարծիք ունի։ Ամենավերջին ստորությունը կլիներ Մանան ինչ ասել է։ Լավ չգա այդ մարդը Գրիշի թռիչքից առաջ տեսնի Գրիշին։ Ուզում եմ ասել, որ մենք այստեղ չենք։ Աստված գիտի Հունանը ինչեր կանի այդ ժամանակ։ Մամա, եթե պապան ուզենա ինչ-որ բան անի, ոչ մեր ստեղ լինել չլինելը, ոչ էլ Մանանի գալ չգալը, ոչ մի բան չի փոխելու։ Չի պատասխանում։ Երևի բարին էլ է դա։ Լավ էլի։ Բայց սիրտս կախա, որ քեզ մենակ եմ թողում։ Դե լավ հա, թեթև տար։ Մրցումները էլի, ավելի լավ տնեցիքի մտնես։ Հետս անդադ կապի կլինես, որ իմանամ ինչ ես անում ու ոնց ես անում։ Հա, անպայման լավ ջան։ Բայց ինձ թվում է ինչ-որ մի բան մոռացել եմ։ Անձնագիր։ Չէ, այդ դրեցին մի քիչ առաջ։ Լարի ունես։ Այնտեղ կառնա։ Մոտիդ փողը հաստատ կա Երիքի։ Դե ինչ պիտի անեմ, որ չէ Երիքի դավ։ Խնդրում եմ էլի, Մանանին շատ ուշադիր կլինես։ Դու մի անհանգստացի։ Ստեղ ամեն ինչ լավ կլինի։ Դու քո մրցումների վրա կենտրոնացի, լավ։ Չեմ հասկանում, ինչի չի պատասխանում։ Եա հանգստացի։ Պետք չի հայրդ իմանա, որ Մանանին ես զանգում։ Մամ, նորմալ է, որ մենք մինչև հիմա պապայի ահու սարսափի տակ ենք ապրում։ Չէ՞ դու իրոք նորմալ ես համարում, որ կինը չկարողանա գա ամուսնուն հրաժեշտալ, որովհետև սկեսրայրը այդպես է ուզում։ Լեա, հանգստացիր։ Այսքանից հետո պապան իրավունք չունի չփոխվելու։ Ես հիմա սիրտ չունեմ հորդ հետ։ Ան պատրաստ եք։ Ինչի պետք էր հատուկ պատրաստություն տեսնել։ Գնամ տեսնեմ երբ եմ դուրս գալիս։ Մենք ոչ մի տեղ չենք գնալու, մինչև Մանանը Գրիշին հրաժեշտ չտա։ Մի ստիպի, եթե ուզի կգա։ Արի, առաջ ընկի։ Ինձ նենց այս ճանապարհում ոնց որ իմ ձեռը կրակն եք ընկել։ Չէ, գրակը չենք ընկել։ Ոնց որ տեսնում եք սիրտդ կախա, հա։ Բաղը մտածում ես Մանանին չեն կարա տիրություն անենք։ Ու բայց իսկականից տենում ես չի իշնում աղբորը մի հատ հաջողանի։ Դե երևի չգիտի, որ արդեն դուրս ես եկել։ Ամեն մտքերով արդեն հիվանդանոցում է երևի դրա համար։ Դե լավ, դուք իրար հրաժեշտ տվեք, ես Մանանին ձայն տամ։ Հաստատ ամեն ինչ վերցրել ես։ Դավո ջան, ես այնքան ես այդ հարցը տալու, մի բան իսկականից մոռանա։ Հա լավ, ինչ ես ուզում, հո հարց չեն տանում քեզ։ Հեսա նարենք են գալու քեզ հարց տանեն։ Հա կարող ուզում ես կապուտ աշխով գնաս մրցումների, հա։ Մեռնամ ջանիդ, զգուշ կլնես։ Ուշադիր կլնես։ Հանգիստ եղի։ Ու կկրես։ Անուշակ,
Ինչի ախպերդ գնում է։ Կորանամ ես։ Մեկն ամենակարևորը չմոռանաս բոյերի ժամանակ չքնես հանգած։ Լեո, Դավիթ, ասեք։ Մանուշակ ջան, երեքեք օգնեք։ Շուտ արեք, Լեո։ Մանուշակ ջան, եկած։ Կորանամ ես։ Այ քեզ բան, այս ինչ մեծ հիվանդանոց է։ Ասա Օլգա ջան, մի քիչ փոքրը չկար, բայց հիմա քեզ ոնց գտնեմ։ Կամ ես ինչ իմանամ, ես ինչ հիվանդանոց է, ինչ գանգատներ ունեմ այստեղ։ Ասա վերջում չպազի գինեկոլոգիայի հայտարարությունն եմ։ Վայ։ Աչքերից չեմ հավատում։ Բարև։ Բարև, արև։ Հա, արև, մի զարմացի, դու արև ես։ Որ ես քեզ տեսնում եմ, տպավորությունը արևը դուրս է եկել։ Ես քեզ արևի եմ նմանացնում։ Անհարմար է, մի շարունակեք։ Չէ, բայց ինչի, հա։ Ինչի համար։ Եթե դու արև չես, բա ով է արև։ Եթե ուրիշ երեխուն կարաս պահես, մեծացնես, էլ չեմ ասում նրա կյանքը փրկես, բա արև ես, բա ինչ ես։ Մի ուղում։ Ես իմ տղու կյանքն եմ փրկել։ Ցավդ էլ տանը։ Դու արժանի ես ովայսպես որդի ունենալու։ Իսկ հիմա ինչ սպառնալիքով եք եկել։ Ցավը տանը բա եղավ, հա։ Պապայիս Ազիզ արև վիրավորեցիր, ցավացրեցիր միջև հոգուս խորքը։ Ես քեզ ինչ սպառնալիք պետք է ունենամ։ Բժշկի է եկել։ Քեզ տեսա, զարմացա, խառնվեցի իրար ու նույնիսկ չհարցրեցի, ինչ կա, ինչ ես անում այստեղ։ Դե տեսնում եք, որ բժշկական համազգեստով եմ, ուրեմն աշխատում եմ։ Այ քեզ զուգադիպություն։ Իսկ դուք ինչ գանգատով եք եկել։ Այ չեղավ Օլգա ջան, վատ դրության մեջ ես դնում։ Ես նվնվալ չեմ սիրում։ Իմ հիվանդությունների մասին խոսալ ընդհանրապես չեմ սիրում։ Չեմ ուզում մարդկանց ծանրաբեռնել։ Հա, բայց միգուցե կարողանում եմ ինչ-որ բանով ձեզ օգտակար լինել։ Այդ մեկը ընդհանրապես չեղավ։ Ես ծանոթ բժշկի մոտ բուժվողը չեմ, վտանգավորը։ Ուրեմն առողջություն։ Ասում առողջություն։ Իմ նման առողջ տղան մեկ էլ ես եմ։ Այդ ձեզ առողջություն, որ իմ ձեռը դիմանակ։ Օխ, լավ չեմ ցավում։ Որտեղ է տաչավում, բան ես։ Այստեղը ստոպի։ Այ կորանամ ես։ Ախր այնքան գյադու համար տարապեցիր, մանան, այսօրի ընկար։ Դու լուսուս մնա։ Համես ջուրմանան։ Շտաբօգնություն եմ զանգել։ Դու շատացա։ Ախպերս արի տաքսի կանչի տաքսիով տան ընկելի, հաստատ տենց ավելի շուտ կլինի։ Հակո գնալը։ Լավ էլի դա ո ձեռ ես առնում։ Վայ մի բան արեք, օգնեք երեխո։ Կանչի տաքսի կանչի։ Ինձ օպե պապի։ Վայ մանան։ Զգուշ։ Հանգիստ մանան։ Ալո։ Աստված քո հետ։ Տողս լավ կնայես։ Մեր տղուն հիմա Աստված պիտի նայի։ Եթե իհարկե ների մեր մեղքերը, ինչ անհավանական է։ Սա աղջիկը դուր է։
Հանգիր։ Ո՞վ է այդքան զանգում։ Բայց չգիտեմ մանանի հեռախոսն է։ Ալո։ Կոտորում էիր զանգելով խոսա։ Բայց ես մանանին եմ զանգել։ Դե որ չի պատասխանում, ուրեմն իրան հարմար չի էս պահին։